Բարև ձեզ, Սարվատ Էման եմ, այսօրվա հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն է, բարև ձեզ, պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, սկսենք վերջին օրերի իրադարձություններից, տարածաշրջանը պայթեց, այսինքն տեղի ունեցավ այն, ինչ ամիսներ շարունակ աշխարհը սպասում էր, այս օրերին պատերազմ է ընթանում Հայաստանի համար երկու կարևոր երկրների միջև, մեկը Իրանն է, որը համարվում է մեր բնական դաշնակիցը, մեր հարևանը, մյուսը Միացյալ Նահանգներն են, որը մեր նոր ռազմավարական գործընկերն է եւ դաշնակիցը, ըստ ձեզ Հայաստանը այս իրավիճակում ինչ դիրքավորում պետք է ունենա, ինչպես պետք է պահի իրեն այս բարդ իրավիճակում։ Դե ուղղակի շատ վատ առիթով, բայց հարմար առիթ է, որ Հայաստանը իրեն ցույց տա։ Այսինքն Հայաստանը պետք է ավելի ակտիվ լինի ու հենց իր խաղաղության ծրագրով պետք է նախ եւ առաջ պետք է հայտարարենք, որ մենք խաղաղության հարթակ ենք, բանակցությունների հարթակ ենք, հերրու մի գնացեք, որովհետեւ հերրու, այսինքն մինչ այդ արաբական երկրներում են եղել բանակցությունները, ստվերային բանակցությունները, հիմա արաբական աշխարհը դարձել է կողմ այդ հակամարտության կողմերից մեկն է, պատերազմի կողմերից մեկն է, ուրեմն Հայաստանը շատ հարմար է իր ամեն ինչով, իր ծրագրերով այսօրվա իշխանությունների խաղաղության եւ այդ խաչմերուկի համագործակցության, փոխշահավետության ծրագրերով մենք կարող ենք իրենց հրավիրել մեր երկիր, բավական լավ բանակցությունների համար հարթակներ ունենք, ուրեմն կարող ենք ասել, որ համեցեք մեր մոտ, որովհետև դուք երկուսն էլ մեզ բարեկամ եք, այսինքն ըստ ստացվել ու մենք իսկապես բարեկամ ենք երկուսի համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար մանավանդ այս վերջի իշխանությունը, դրանք խաչակիրների իշխանություն են, նրանք չեն թաքցնում Վուդրո Վիլսոնը, Ռեյգանը, նրանք այն կրոնական կազմակերպության անդամ են, որոնք իրենց խաչակիր են հայտարարել։ Դա բավական հետաքրքիր բան է, իսուր չէր, որ փոխնախագահը մեր երկրում ասես ես որպես քրիստոնյա եկել եմ քրիստոնեական հնագույն քրիստոնեական երկիրը ուխտագնաց եմ։ Մենք որպես քրիստոնյանք եւ ասենք Վուդրո Վիլսոնը նույնիսկ ռեկոկինստայի մասին էր խոսում, ասում էր պետք է վերականգնենք մենք քրիստոնեական զավթված քրիստոնեական երկրների անկախությունը եւ ժողովուրդներին իրավունք տա։ Այդ Վուդրո Վիլսոնի ամբողջ ծրագիրը դրա մասին էր։ Հիմա Ամերիկայում այդպիսի իշխանություն կա, քրիստոնյաների հովանավոր, քրիստոնյաների պաշտպան։ Դրա դիմաց մի ուրիշ բան է, հիմա դրոշը բարձրացրել է Իրանը, կրոնական պատերազմի դրոշը բարձրացրել եւ ընդհանրապես կրոնապետությունը հայտարարել էր, որ պետք է էքսպանսիայի նվաճման մահմեդական նվաճողականության դրոշակակիրն է այսօր Իրանը։ Դա շատ հարմար է, մենք ասում ենք երկու խաչակիրներդ եւ լուսնակիրներդ համեցեք մեր մոտ հաշտվեք։ Ես կարծում եմ մենք անելիք ունենք հենց այն բանով, որ երկուսի հետ էլ մենք ունենք բարացկամ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ նույնիսկ ունենք ռազմավարական փաստաթղթավորված հարաբերություններ։ Իրանի հետ ոչ այդքան։ Կարող ենք հրավիրել, պայմաններ ստեղծել եւ ինչի՞ չէ Ադրբեջանի հետ մեր այս վերջի տարիների հարաբերությունները 23 թվականից սկսած հետաքրքիր են, էլի քայլ առ քայլ մենք մոտեցանք, մնում է միայն պայմանագիր ստորագրենք։ Կարող եմ ես կարծում եմ, որ մենք պետք է пассив չմնան, նաեւ հաշվի առնելով մեր հայրենակիցները Իրանում։ Եթե սկսվել է կրոնական պատերազմը, իրենք հայտարարել են, մենք դրա մասին չենք խոսում, որպեսզի չգրգռենք։ Բայց հայտարարված է, այն խառնակ ժամանակներով երկու եկեղեցի հրկիզվել է։ Այնպես չի, որ այնտեղ մեզ բոլորը սիրում են, հարգում են որպես մրցակից դավանանքի կողմնակիցներ։ Թող հրավիրեն, հայտարարենք, որ եկեք մեր մոտ, այդ ստվերային բանակցություններ առնվազն մեր մոտ անցկացրեք։ Հասկանա։
Պարոն Աշակյան, մեր խնդիրներին վերադառնանք, անդրադառնանք, մոտենում են ընտրությունները, քաղաքական ուժերը գնալով ավելի են ակտիվանում։ Սա այս ընտրությունները այս տարվա ինչ-որ առումով յուրահատուկ են։ Ըստ իս պայքարը գնալու է ոչ միայն իշխանություն վերցնելու կամ պահելու համար, այլ նաև ինչ-որ առումով Հայաստանի ապագա քաղաքական, այսպես ասենք, ուղղվածության համար, թե ինչ քաղաքականություն է որդեգրելու Հայաստանը հատկապես արտաքին ոլորտում։ Հայաստանը գտնվում է ապագայի ճանապարհում, հիմա այդ ճանապարհի դեմ խոչընդոտ են ստեղծում, տանում են հետ են կանչում եւ հիմք ընդունելով այդ միջազգային ատյանի փաստաթուղթը մարտի 1-ի կապակցությամբ մենք շատ հետաքրքիր փաստաթուղթ ունենք, մանդատ ունենք որոշ քաղաքական ուժերի, այսինքն բռնազավթիչների հայկական պետությունը ինքնիշխանությունից զրկող քաղաքական ուժերի մասին մենք փաստաթուղթ ենք ստացել միջազգայինորեն ճանաչված, հարգարժան փաստաթուղթ, դրանց ճանապարհը հարկավոր է փակել հակապետական եւ հակաժողովրդավարական ուժերի մասին է խոսքս։ Մարտի 1-ին իշխանությունում գտնվող բոլոր ուժերը հավաքական իմաստով կուսակցությունները, համակիժները, այն կազմակերպությունները, որ դա մասնակցում, այո, եւ անհատները, անուն ազգանունով, նրանք պետք է իրավունք չունենան քաղաքականությանը մասնակցելու, որովհետեւ իրենք հենց որ գալիս են, նշանակում է միջազգայինորեն ճանաչված հանցագործները Հայաստանը հետ են վերցնում։ Հայաստանը ինքը դառնում է հանցագործների կողմից զավթված երկիր։ Այդ փաստաթուղթը գիտեք ինչ իմաստն է, որ մի խումբ, մեծ խումբ զավթում է Հայաստանում իշխանությունը մարտի 1-ին։ Մարտի 1-ը եղել է զավթող, այսինքն դրանք զավթել են եւ բռնվել են, գնահատականը տրվել է զավթիչներին։ Աշխարհի կողմից որպես հանցագործ դատավճռով հանցագործ ճանաչված ուժերը այսօր հայտ են ներկայացնում, Հայաստանը տանում են դեպի հանցագործների ճամբար, այ մեր իշխանությունները ես կարծում եմ պետք է հետևողական լինեն, ստացել եք դատավճիռ եք ստացել, կատարեք դատավճիռը, դուք նկարեք դա, չեմ ասում է արտագրեք, նկարեք ու թարգմանեք, մարդկանց ուղարկեք այնտեղ, որ նրանց տեղն է։ Ես կարծում եմ, որ այն ուժերը, անուն ազգանունով Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրամյանը, Էլոկա Ծառուկյան Գագիկը, ով կա դրանցից, ես չգիտեմ, ցանկը չեմ, դրանք Արթուր Բաղդասարյան, ՕԵԿ-ը, իշխանությունները, Տիգրան Թորոսյանը, որտեղից որտեղ, ազգային ժողովի նախագահներ, նրանք երկիրը զավթել են մեր երկիրը եւ զավթել են հատուկ նպատակով։ Երկու նպատակ ակնհայտ։ Մեկը հակակոռուպցիոն, այդ հանձնաժողովի հայց, ճիշտ եմ ասում, այդ ցանկը, թե ինչ ունեցվածք են ձեռք բերել իրենք։ Այդ ընթացքում ինչ ունեցվածք են նրանք ձեռք բերել։ Երկրորդը սեպտեմբերի 3-ի 13 թվականի որոշումը Հայաստանը զրկել ինքնիշխանությունից Եվրասիական միությանը միանալու քվեարկությունը, այսինքն երկու կարևոր հարց են լուծել, զրկել են Հայաստանը ժողովրդավարությունից եւ ինքնիշխանությունից եւ անձնական շահ են հետապնդել, գույք են ձեռք բերել։ Այդ իշխանություն, այդ մարդիկ, այդ կազմակերպությունները այսօր չպետք է մասնակցեին ընտրություններին։ Հիմա դրա համար եմ ասում, դա եղել է 3-ի առաջ օրը, 18 թվականի հեղափոխությունը, զանգվածային, համազգային շարժումը, մենք բոլորս դա մասնակցել ենք, հենց դրա համար էր, որպեսզի նրանց մերժենք, բա մերժիր, մերժեցին չէ, հիմա այդ մերժվածները այսօր նորից հարթակում են, ես կարծում եմ շատ լուրջ ընթերություն է, որ նրանք մեր իշխանության բաց թողումն է, որ նրանք իրավունք ունեն մասնակցելու
Մենք պետք է խոսենք մարդասիրական ինչ-որ ասենք դրանց այս գարնանային բաները դեղահաբերը ավելացրեք բանտում եղանակը փոխում է լավ կարող է տարիքցներ կան դրանց մեջ ասենք ուղարկում են թե չէ դիմենք առողջապահության նախարարության ասենք CB-ից դրանց լավ նայեք դա պետք է լիներ օրակարգը մեր Պարոն Աշակյան, այդ նույն մարդիկ, այդ նույն շրջանակները, որոնք այսօր, այսպես ասենք, քաղաքական հարթակում առաջին շարքերում են կանգնած ընդդիմադիր հակացում, հա, նաև չեն թաքցնում, որ մտադիր են Հայաստանը նորից տանել դեպի Ռուսաստան, այսինքն այնտեղ որտեղից փորձում է դուրս գալ Հայաստանը։ Դուրս է եկել։ Մենք որոշում ունենք, մեր ժողովուրդը երկու անգամ փաստաթղթավորել իր կամքը Ժողովրդական երկիրել չլինի, եթե այդպիսի զանգվածային միջոցառում է, հարկավոր է քրիստոնյա ենք, չէ, դրանք էլ երևի քրիստոնյան, ես չգիտեմ, կասկածում եմ քրիստոնեությանը դրանց, բայց մենք գիտենք, ժողովրդի կամքը դա Աստծո կամքն է, Աստված ժողովրդի միջոցով է իր կամքը մեզ հասցնում, ուրեմն մի անգամ 91 թվականին 1991 թվականի սեպտեմբերին մեր ժողովուրդը 99% քաղաքացիների ասաց որ մենք չենք ուզում լինել որևէ պետության վասալը որևէ միության անդամ չենք ուզում լինել պարտադրված միության անդամ չենք ուզում լինել SSR-ի, SNG-ի Մաքսային միության Ոսկե հորդայի Օսմանյան կայսրության Պարսկական կայսրության վասալը նահանգը գուբերնիան վիլայեթը չենք ուզում լինել ես ասում եմ 99%-ը քաղաքացիների 95%-ը 2.5 միլիոն մարդ ասեց մենք ուզում ենք անկախ լինենք մենք վճռկայացնենք մենք մեր երկրի տերը լինենք 10,000 հոգի ասել է չէ երկրորդ անգամ Մի քանի կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ նախաձեռնեցին լավ ուր ենք գնում մենք ուր ենք ուզում գնալ անհրաժեշտ էր 50,000 ստորագրություն օրենքը այդպես է պահանջում 60,000 հավաքեցինք ասացինք ուզում ենք գնալ Եվրոպա մենք ուզում ենք եվրոպացու նման ապրել ուզում ենք այդպիսի կրթություն ստանալ ուզում ենք այդպիսի առողջապահություն ունենալ այդպիսի սննդամթերք ունենալ Այդպիսի միջավայր ունենանք, անվտանգության այդպիսի համակարգ ունենանք, մեր ժողովուրդը արդեն իր կամքը հայտնել է, չենք ուզում ուրիշ տեղ, ուզում ենք Եվրոպա։ Հիմա մի քանի հոգևորներ ասում են, մենք ընդ փողմող ունենք, նրանց շահերի ներկայացուցիչն ենք, եկեք գնանք ոսկե հորդա։ Ես ձեզ ասեմ նույնիսկ կրոնական կազմակերպություն ունենք մենք մեր երկրում գրանցված մեր երկրում գրանցված կրոնական կազմակերպություն կա մեր պետությունում գրանցված կրոնական կազմակերպություն կոչվում է Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցի այդ եկեղեցու ղեկավարները դեմ են մեր ժողովրդին անկախության հանրաքվեին են դեմ եւ ստորագրահավաքին դեմ են հայտարարում են ամենաբարձր պաշտոնյան այդ կրոնական կազմակերպության ամենաբարձր պաշտոնյան որ իրավունք ունի եկեղեցու այդ կրոնական կազմակերպության անունից խոսելու նա ասում է ես դեմ եմ ձեր ծրագրերին Հայաստանյայից հավատացյալներ ես ձեր ծրագրին դեմ եմ Բա դու ում կողմից ես, բա դու ում կաթողիկոսն ես, ամենայն հայոց, նորին սուրբ, օծություն տեր, բա մերն ես դու, որպես հավատացյալ եմ ասում, դու կաթողիկոս ես, որտեղ մենք ենք ճանաչում, ձեզ որպես կաթողիկոս, բայց դու մեզ դեմ ես, ում ես կողմ, դրանը մենք դեմ ենք, 2.5 միլիոն Հայաստանի քաղաքացի, ասել է մենք դրան դեմ ենք, չենք ուզում լինել գուբերնիա, չենք ուզում վատ ապրել, չենք ուզում անառողջ լինել, չենք ուզում հիվանդ լինել, ուզում ենք առողջ լինենք, ուզում ենք կիրթ լինենք, չենք ուզում տգետ լինել։ Եվրոպայում այդպես են, մեզ խոստանում են,
մեզ թուղթ են ուղարկում, ծրագրեր են ուղարկում։ Հա, դասեք, երեկը եւ այսօր։ Այստեղ այդ ինչ որ ասում էի, պլյուս կրոնական կազմակերպության բյուրոկրատները։ Նրանք որ մարտի 1 հոկտեմբերի 27 սեպտեմբերի 3 են արել 13 թվականի գույք պարտքի դիմաց են արել։ Դրանց միացել է նաև կրոնական կազմակերպության բյուրոկրատիան։ Խայտարակությունը մեր երկրի համար։ Պարոն Աշակյան, այդ մարդիկ իրենց ցանկությունն են փորձում կյանքի կոչել, թե հանձնարարություն են կատարում այլ երկրի։ Գիտեք, դառը զուգադիպություն է։ Հա, ուրեմն 3 մասի բաժանենք, կան օգտակար իդիոտներ։ Ինչ ուզում ես ցույց տա, այսինքն աղամանը գրպանները ման են գալի, ամեն ինչ հենց որ ասում ենք ուտելու է աղ են անում ու ուտում են։ Դրանց մասին չխոսենք։ Օգտակար իդիոտների մասին չենք խոսում, որ ամենտեղ գնում շարք են կանգնում։ Տեսնում են հերթ է գնում շարք են կանգնում։ Երկրորդը մարդիկ իսկապես այդպես են, ազատությունից վախենում են, չեն սիրում, չեն ուզում վճռկայացնել, այդ պատասխանատվություն չեն ուզում ունենան, չեն ուզում իրենց հայրենիքը իրենք պաշտպանեն, այդ չեն ուզում բանակ գնան պաշտպանեն իրենց հայրենիքը, չեն ուզում իրենց երեխային ուղարկեն բանակ։ Այդպիսի մարդիկ կան։ Նրանք ասում են մենք պատասխանատվություն չվերցնենք մեր անվտանգության համար։ Իվանը թող գա մեր կյանքը ապահովի։ Կամ Ասկյարը թող գա մեր կյանքը անվտանգություն ապահովի։ Ասկյարն էլ ապահովել չէ, մի 200-300 տարի, չէ, 500 տարի։ Յանիչարները ապահովում էին մեր անվտանգությունը։ Տեսանք ինչ եղավ 1915 թվականին։ Իվանը ապահովում էր մեր անվտանգությունը, տեսանք ինչ եղավ 1918 թվականին եւ 2020 թվականին, 2023 թվականին Իվանը ապահովեց մեր անվտանգությունը։ Ասում են թող մի հատ էլ ապահովեն, էլ մի շանս էլ տանք։ Ասկյարին էլ, Իվանին էլ, մի անգամ էլ ասենք ապահովեք։ Այդպիսի մարդիկ կան, նրանք չեն ուզում պատասխանատվություն կրել, ասում են թող Իվանը անի, թող Օսմանը անի։ Եվ երրորդը, իմ թվաբանությունով երրորդը, դա տեղերը կարելի է փոխել։ Դա մատնոցի նման շարժենք տեղները։ Երրորդը, այո, վճարվող մարդիկ կան, նրանք գործի մեջ են, նրանք ռոճիկ են ստանում, նրանք վարձատրվում են, նրանք ուրիշի շահերն են պաշտպանում մեր երկրում, դրանց մի մասը գիտակցում է, որ ինքը հայ ժողովրդի շահերի դեմ է, բայց ասում է ջենգինի պախնուտ, իրենց լեզվով այդպես է հնչում, փողը գարշահոտություն չունի, փող ենք աշխատում, փող են աշխատում խոպանել Հայաստանը, փող են աշխատում վճարող կա, ասպարեզ կա, մեր իշխանությունը ասպարեզ է տալիս դրանք չեն սարսափում, այդ փողը շատ թանկ կարող են նստել իրենց վրա, փողը, որ իրենք ստանում են, մեր երկիրը պետք է դրանց վրա շատ թանկ նստացնի, հայրենիքի դեմ վճարովի աշխատանքը թանկ արժի, շատ երկար տարիների ազատազրկություն պետք է լինի, ես նույնիսկ առաջարկում եմ դրանց համար արդիկում քարհանք բացել, թող քար քաշեն, քար ձեռքով կտրեն քարը, եղել է սովետական միության ժամանակ, մեզ տարել են այդտեղ, հայրենասերներին ուղարկում էին արդիկում, ասում են քար քաշեք, Հայաստան եք ուզում, հողեր եք ուզում, Ղարաբաղ եք ուզում, Ղարս եք ուզում, այստեղ արդիկում քար կտրեք։ Պարոն Աշակյան, այդ նորահայտ փրկիչներից մեկը Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ կամ իրենց ուժի ներկայացուցիչը հայտարարել է, որ քանի որ ինքը 3 երկրի քաղաքացի է, հայտարարել է, որ վարչապետ դառնալուց հետո կամ ընտրություններում հաղթելուց հետո կհրաժարվի մյուս 2 օտար երկրի քաղաքացիությունից, սա արդյոք պայման է ժողովրդի առաջ դնում արդեն հիմիկվանից։ Անհարգալից առաջարկություն է։ Որպես գործարար սխալվել է, վրիպել է։ Կանխիկ, ցույց տուր,
դու ով ես, դու հետո կհրաժարվես, չես հրաժարվի, Հայաստանը տանք քեզ, ասում տվեք ինձ այս օբյեկտը, կաշխատեմ, հետո փոխհատուցումը կտամ, չէ, սկզբից, դու ով ես, մի հատ ներկայացի տեսնենք, դու հարգում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշումը անկախության հանրաքվեի մասին, դու հարգում ես Հայաստանի քաղաքացիների որոշումը Եվրոմիությանը դիմելու մասին, դա ժողովուրդն է արել, ազգային ժողովը չի, չնայած ազգային ժողովը օրենք է դա դարձել իդեպ 100%-ով, 99%-ով հանրաքվեն է անցել 100%-ով ազգային, գերագույն սովետը, նոր էր գերագույն խորհուրդ դարձել, սովետական նոմենկլատուրան, հանում ենք մի 20 հոգի, պայմանական իմ նմաններին հանենք, սովետական նոմենկլատուրան 100%-ով քվեարկել է անկախության օգտին, հիմա ինքը ինչ կարծիք ունի դրա մասին, ես իրա կարծիքը գիտեմ, հայտարարել է, դեմ ենք եվրոպական ուղղության, այսինքն դեմ ենք ստորագրահավաքի 60,000 քաղաքացիների, այսինքն 600,000 կհավաքեին, գուցե 6 միլիոն սփյուռքն էլ կմասնակցեր դրան, մենք ուղղակի ստոպ տվեցինք, օրենքը այդքան էր ուզում, այսինքն ասում է դեմ եմ, Եվրոպա չգնանք, վերադառնանք Եվրասիա, վերադառնանք ոսկե հորդա, իրենց հայտարարությունից եմ ասում ես։ Չնել թաքցնում է։ Ահա, հայտարարել է։ Երկրորդը, ասում է, հեռավոր արևելքում կա հատուկ մշակույթով պետություն Չինաստան, իր այդ զարմիկն է ասում, իբր ինքը քիչ էր, հետ պոչից կապած պերետ ծախավելն է։ Այլ ասում է, գիտեք ինչ, մենք կարող ենք Հայաստանը զարգացնել առանց Եվրոպայի, առանց Եվրոմիության հետ սերտ հարաբերությունների, մարդ դա է ասում, դեմ է անկախությանը, դեմ է ժողովրդավարությանը, ժողովրդի ստորագրությունը հաշվի չի առնում, դեմ է տնտեսական զարգացմանը, որ իր մասնագիտությունն է գիվամ թե, իրանց բարբարը ես գիտեմ, չեմ ասի, իրանց բարբարով, այսինքն ես կարծում որ Սամվել Կարապետյանը լրիվ այդ բանկա, ֆեոդալական կազմը, եթե մեր համակիրներն ասեմ, ձեզ դա, եթե ժամանակ ունեք, տեսեք, թե ոնց Կարապետյաններից մեկ այդ իրենց բակում դուրս եկավ ու աթոռ բերեցին, դրեցին տակը, ինքս ես նստեց, բոլորը ոտքի վրա, բոլորը կանգնել են, ինքը նստեց ու ինչ-որ բաներ ասեց, կծկտուր ինչ-որ բաներ, դուք պատկերացրեք ինչ մթնոլորտ է նրա շրջապատում, այսինքն հպատակների, հաճախորդների հետ է շփվում մարդը, կարծում է թե 10 միլիոն հաճախորդ ունի ինքը, այնտեղ Կալուգայում, ովքեր են վազվզում իր կողքերը, Կալուգան որտեղ է քարտեզի վրա, մենք գիտենք Կալուգայում դե կռվել են մերոնք, ազատագրել տվել են ռուս ժողովրդին մեր հայերը, ես չեմ հիշում որերորդ 405 թե որերորդ դիվիզիան, ազատագրեցինք, ասացինք ռուսներուսի ձեզ, մենք գնում ենք Բերլին, մեր պապերը տենց են արել, տվել են Կալուգան ռուսներին, Գերմանացին ես վերցրեցին տվեցին ռուսներին, այդտեղ ովքեր են իրեն շրջապատում, Հայաստանի հետ ինչ կապ ունեն, ուրեմն նրանք ասում են, որ դու ոնց ուզես նենց կլինի, դու ես, հիմա այդ մարդն եկել է չի հասկանում, որ ստե մարդիկ կան, որ ասում են դու ով ես, ինչ մարդահիսաբ ունես, ես հներից եմ ասում, դու ով ես, որ եկել ես մեզ բան ես սովորեցնում, դու նախ սովորի մեր օրենքները, սահմանադրությունը կարդա, ասա թող կարդան քո համար, հայերեն, գրական լեզվով քո համար թող կարդան, են արհեստական բանականության ռոբոտին դիր թող կարդա սահմանադրությունը, դու չես կարող Հայաստանում իշխանություն ունենալ, դու Հայաստանի քաղաքացի չես, դու այն երկրներին երդվել ես ծառայել նրանց հավատարմորեն, այդ անձնագիրը դա թուղթ չի, դա պարտավորություն է հավատարիմ մնալ նրանց,
աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնել նրանց շահերը, Ռուսաստանի շահը ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում, Կիպրոսի շահը ներկայացնել եւ պաշտպանել աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում մեր հայրենիքում։ Ոնց է պաշտպանել Ռուսաստանի շահը մեր հայրենիքում։ Հետո ասма շուռ կգամ։ Դա ավանսով Ռուսաստանին տերմինը կարելի է ձեր մոտ օգտագործել, գցում է։ Դու փաստորեն ոչ միայն մեզ ես գցում։ Ճակերտներ են վերցնում ներողություն։ Դու ուրեմն Կիպրոսին ու Ռուսաստանին էլ ես գցում, ասում ես, եթե դե լավ տեղավորվեմ, դուք բայ։ Այդ դրա այդպեսի մարդի հետ գործ ունենք մենք։ Նրանց ասում է, ես ձեզ հավատարիմ չեմ։ Անհավատարմության հայտարարություն։ Չեմ պատկերացնում, որ մարդիկ կան, որ հավատարիմ են։ Հավատարիմ կա, երթմանը հավատարիմ ենք։ Մենք լուրջ պատասխանատու ենք։ Այս մարդն ասում է, ես անհավատարիմ եմ։ Անհավատարիմ եմ, ինչ ես հայտարարում, գնայր ձեր տանը գաղտնի անել։ Պարոն Արշակյան, այս իրավիճակում ժողովուրդը ո՞րց պետք է պահի իրեն միջև ընտրություն։ Ինչ անի։ Պահում ենք էլի, ինչ անենք։ 2.5 միլիոն մարդ արդեն ասել է։ Սամվել Կարապետյան։ Մենք հավատարիմ ենք Հայկ Նահապետին, մեր ժառանգությանը։ Մենք ուզում ենք անկախ ազատ ժողովրդավարական հայրենիք, այդպես էր քարտի մեջ գրված։ Ժողովրդավարական անկախ հայրենիք ունենալ։ Էլ ինչ ասենք, էլը պահեցինք, էլի։ Բոլոր դեպքերում, որ չասեն այդ նախորդ սերունդներ։ Այս նոր, բոլորովին նոր վերջերս ես տեսել եմ երիտասարդները եկել, մի հատ էլ ստորագրություն են դրել։ Սամվել Կարապետյան, մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, արժեքային համակարգին մարդասիրական, քրիստոնեական արժեքային, Եվրոպա նշանակում է քրիստոնեական արժեքային համակարգ։ Ուզում եք շարադրեմ դա, որով դեպքերում ինքը կարող է նայի, չնայած դժվար թե նա ասենց լուրջ բաներ նայի, չեմ կարծում, որ նա լուրջ բաներ նայում է։ Ուրեմն հռոմեական ժողովրդավարություն, Հռոմը եղել է ռեսպուբլիկա, քրիստոնեություն, ֆրանսիական մեծ հեղափոխություն եւ խղճի ազատություն, ռեֆորմացիա, դա Եվրոպա է։ Ով որ ասում է Եվրոպան ինչ է, ասում ենք ռեսպուբլիկա, քրիստոնեություն, բոլորը հավասար են, քրիստոնեությունը դա է բոլորը հավասար են Աստծո առաջ, ռեֆորմացիա, խղճի ազատություն։ Ինչ ուզում ես հավատա, ինչ ուզում ես հավատա, ինչ լեզվով ուզում ես աղոթի, չես ուզում մի աղոթի, ռեֆորմացիան դա բերեց։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, քաղաքացու եւ մարդու իրավունքներ։ Մենք հիմա չենք օգտագործում քաղաքացու եւ մարդու իրավունքներ։ Վերջում էլ Հելսինկյան ակտը 1975 թվականի։ Այ մենք դրան ենք հավատարիմ, մենք դա ենք ուզում։ Այսօր գրահավաքին ես որպես քարոզիչ կամավոր քարոզել եմ, ասել եմ, ուզում եք ազատ ապրել, լավ ապրել, եվրոպացիների նման ապրել եւ ՆԱՏՕ-ի նման էլ պաշտպանություն, անվտանգության համակարգ ունենալ։ Հիմա ինքը դրան դեմ է։ Այդ որտեղ են գտնում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սա օրվա թեման էր, զրուցակիցս Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էր, կհանդիպենք առայժմ։